Հայաստանի առաջնորդների հարաբերությունները, մոտեցումները Թուրքիայի հետ կապված նույնը չեն եղել։ Եթե Տեր-Պետրոսյանը փորձում էր հարաբերությունները կարգավորել առանց հպատակության, ապա Նիկոլ Փաշինյանը գնում է հակառակ ուղղությամբ։ Մեկնում է Թուրքիա, ոչ թե ներկայացնելու Հայաստանի շահը օրակարգը, այլ կատարելու թուրքականը։ Բացենք փակագծերը։ Երբ խոսում ենք Թուրքիայի նկատմամբ Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության վարած քաղաքականության և հարաբերությունները կարգավորելու ձգտման մասին, այն հիմնավորում ենք օբյեկտիվ հանգամանքներով և նախ և առաջ անվտանգային երաշխիքների բացակայությամբ։ Ինչու էր այս մոտեցումը հասկանալի ու ընդունելի նախկինում և ինչու է ռիսկային, վտանգավոր ու մեր շահերին չհամապատասխանող այսօր։ Սկսենք ամենակարևորից և ամրագրենք։ Իհարկե, ամեն ինչ պետք է արվի հարաբերությունները կարգավորելու համար։ Աննորմալ է հարաբերությունների այս վիճակը։ Իրավիճակը բնական կլինի և կապահովի տարածաշրջանի կայուն երկարաժամկետ զարգացումն ու խաղաղությունը կարգավորված հարաբերությունների պարագայում։ Սա թեզ է, որ չպիտի դրվի հարցականի տակ։ Ամեն գնով հարաբերությունները կարգավորելու քաղաքականություն։ Այստեղ խնդիրը հենց այդ ամեն գնով ասվածի մեջ է։ Եվ երբ այսօր վարվող քաղաքականությունը համադրում ենք առաջին նախագահի պաշտոնավարման ընթացքում իրականացվող քաղաքականության հետ, չենք կարող չնկատել մի շատ էական տարբերություն։ Այն ժամանակ ամեն գնով հարաբերությունների կարգավորում չկար։ Առաջին նախագահն իր իշխանության տարիներին որևէ կերպ չէր առաջնորդվում թուրքական նախապայմանների բավարարմամբ։ Բավական է հաշվի առնել Արցախյան հարցում Հայաստանի իշխանությունների որդեգրած դիրքորոշումը, այն, որ Հայաստանն այդ տարիներին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բնակվող մեր հայրենակիցների, մեր քույրերի ու եղբայրների թիկունքին էր, հնարավորությունների սահմաններում առավելագույնն անելով։ Հետևաբար համադրել և խոսել այդ մասին որպես ամեն գնով իրականացվող քաղաքականություն, ես կարծում եմ, կոռեկտ չէ։ Հնարավոր չէ ամեն գնով իրականացվող քաղաքականության ներքո ունենալ բնականոն հարաբերություններ։ Ամեն գնովը նշանակում է, որ դու պատրաստ ես զիջել ու զիջում ես ամեն ինչ։ Չկան քեզ համար կարմիր գծեր։ Առկա գործընթացի համեմատությունն առաջին նախագահի պաշտոնավարման ժամանակահատվածի հետ օբյեկտիվ չէ նաև վերջին պատերազմի ընթացքում և դրանից հետո Թուրքիայի որդեգրած ակնհայտ թշնամական կեցվածքի պատճառով։ 44-օրյա պատերազմում Թուրքիայի դերակատարման մասին արդեն խոսել ենք, բայց չպիտի մոռանանք, որ տարբեր դրսևորումներով այդ թշնամական կեցվածքը շարունակվեց նաև պատերազմից հետո։ Հիշենք թեկուզ 2022 թվականի ապրիլի 24-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հայտնի ժեստը, խորհրդանշող Գորշ գայլեր կազմակերպությունը, որն արվեց ողջունելով Ուրուգվայում Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված ակցիայի հայ ազգի մասնակիցներին, և օրինակները երկար կարող ենք շարունակել։ Իսկ ավելի մանրամասն այս և այլ թեմաների շուրջ կարող եք ծանոթանալ Հայացք մատենաշարի խոշորացույց գրքում։